Ռոբերտ Քոչարյանը երբեք հանդես չի եկել Հայաստանի Հանրապետության պետական շահով հետաքրքրվող քաղաքական գործչի դերով։ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ֆրակցիան ստանձնել է Ռուսաստանի Դաշնության փաստաբանի, երբեմն խոսնակի դերակատարությունը, մոռանալով Հայաստանի Հանրապետության շահը։ Երբ որ դաշնակցական կամ քոչարյանական падգամավորները շատ հաճախ խոսում են որպես այսպես մեր Հայաստանի ինքնության, Հայաստանի Հանրապետության պետականության, այսպես մեծ աջակիցներ, սատարողներ եւ այլն, իրենք պարզապես չեն նկատում, թե իրենց ելույթները ինչ չեն նկատում կամ չեն ուզում նկատել կամ փորձեն մոլորեցնել մեր քաղաքացիներին, թե իրենց ելույթները առհասարակ ինչքան նույնական են, շատ հաճախ հակահայկական հայտարարություններով աչքի ընկնող անձանց հետ։ Այստեղ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ինչ որ ծառայություններ մատուցել այլ պետությանը, կարող է լինել Ռուսաստանին, չնկատելով այն, որ երբ որ իրեն գուժում էին, որ օրինակ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենը կարող է խնդիր լինել, այդ երթուղին կարող է խնդիր լինել, Ռուսաստանը այն երկրորդ պետությունն էր, որը միանգամից սկսեց օգտվել այս երթուղուց։ Ինչի ցույց դրեց այն, որ իզուր են իրենց ջանքերը փորձելու այսպես խնձորագրիվ գցել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, Հայաստան-Իրան հարաբերություններում, որովհետև մենք մեր դիվանագիտական ջանքերով փորձում ենք խաղաղվել մեր տարածաշրջանի եւ լայն հարևանության հետ։